Մեզանից շատ հզոր արտիստ եղացավ և շատ դժվար է թվարկել նրա դերերը, նրա ամբողջ ստեղծագործական ընթացքը այս պահին, բայց ասեմ, որ թատերական աշխարհը և ընկերները բոլորս կորցրեցինք մի շատ ազնիվ, բարի ու լավ մարդու։ Ես Գուրժ Մանուկյանին ճանաչել եմ իմ մանկությունից, երբ նա արդեն արտիստ էր Պատանի հանդիսատեսի թատրոնում, Գուրժը արծվի նման սավառնում էր այդ բեմում, ինչը շարունակեց դրամատիկական թատրոնում։ Առաջին իմ բեմելը եղել է Գուրժ Մանուկյանի ներկայացման մեջ, որով ես հաստատվել եմ հենց դրամատիկական թատրոնում, իսկ երկար տարիներ խաղանկերս է եղել, խաղում էր Դանիել Վարուժան Մեծ լռություն ներկայացման մեջ։ Լավագույն դերասան ենք կորցրել մենք բոլորս, և ինչու նաև ես լավագույն խաղանկեր, որ կուզենայի դեռ շատ աշխատել Գուրժ Մանուկյանի հետ։ Հզոր դերասաններ շատ լավ են, շատ կարգին մարդ, իրար լուրջ հետքն է թողել ինքը, ու դեռ երկար ապրելու ինքը, որովհետև Փառք Աստծո ֆիլմեր, բաներ կան, թատրոնով իհարկե բան չի, ինչ անես, թատրոնի ճակատագիրն է այդպես, բայց կինոյում ինքը հզոր հետք է թողել, ու ես այնքան ուրախ եմ, որ փոքր տարիքից իրան ճանաչել եմ, հետագայում ընկերությունատար է, 5-րդ դասարան էի, որ արդեն թատրոնում էի և ճանաչում էի արդեն, հզոր մարդ էր, շատ ափսոս, ինքը բարձր որակի մարդ էր, բարձր որակի, բեմում մեծ վարպետ էր, մեծ, և բեմում, և էկրանում, Աստված հոգին ուզա։ Գուրժ Մանուկյանը այն դերասանական դպրոցին էր պատկանում, որը հիմա ցավոք սրտի մենք չունենք։ Բացառիկ մի հատ երևույթ էր այն դերասանադպրոցը, որի անդամներ ինքը, որի ջատագովներ ինքը, հիմա ցավոք սրտի այդ դպրոցը էլ չկա։ Եվս առավել հիշատեր նորոգ հնջեցյալ Մանուկյան Գերդաստանից Գուրժ Ծառայիթ